Հարգելի պարոն Բաքոյան, հարգելի գործընկերներ եւ հարգելի ներկաներ, փորձեմ կարճ ներկայացնել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից այսօրվա քննարկվող թեմայի շրջանակներում իրականացվող վերահսկողությունը օրենքով սահմանված մեր լիազորությունների շրջանակներում։ Վերահսկողությունը աղմուկի նկատմամբ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը իրականացնում է առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամանով հաստատված աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքում սանիտարական նորմերի նկատմամբ։ Այս նորմերով սահմանված են սահմանային թույլատրելի մակարդակներ, ինչպես աշխատատեղերում աղմուկի համար, այնպես էլ բնակելի տարածքներում, բնակելի շենքերի սենքերում թափանցող աղմուկի համար։ Միաժամանակ նորմով սահմանված է նաև աղմուկի չափումների ողջ ընթացակարգը։ Ինչպես են կատարում մեր վերահսկողությունը։ Մեր վերահսկողությունը իրականացնում ենք ստացված դիմում բողոքների հիման վրա կամ տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությամբ մեր վարչական վարույթները իրականացնում ենք, եթե դիմում բողոքի հիման վրա կամ նախաձեռնությամբ եղել է վարույթ եւ արդյունքում տրվել է կարգադրագիր, ապա այդ կարգադրագրի կատարումը բարձելու նպատակով ենք իրականացնում նախաձեռնությամբ վարույթները, ինչպես նաեւ տեսչական մարմին ներկայացված այլ մարմիններից տեղեկատվության հիման վրա։ Միաժամանակ կարող է նաև մեզ թեժ գծով տեղեկատվություն ներկայացվի, ինչ որտեղ աղմուկի նորմի խախտումների վերաբերյալ այդ տեղեկատվության հիման վրա, եթե զանգողը թեժ գիծ չի ներկայանում անձամբ դիմում գրում, մենք զեկուցագրի միջոցով մեր նախաձեռնությամբ իրականացնում ենք վարչական վարույթներ։ Քանի որ ՄԻՊ-ի մասով եղավ հարցումներ քանակների վերաբերյալ, կոնկրետ 2020 իմ ձեռքի տակ ունեմ 2024 թվականին իրականացրած մեր վարույթների թիվը, իրականացրել ենք աղմուկի մասով 110 վարչական վարույթ, որից 28-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ դիմումի հիմքով 82 վարչական վարույթ։ ՄԻՊ-ից 2024 թվականի ընթացքում ստացել ենք 4 տեղեկատվություն աղմուկի վերաբերյալ խախտումների մասով, ընդ որում մեկ գրությանը կցված է եղել դիմումը, դա ընդունել ենք որպես վերահասցեագրում եւ դիմումի հիմքով վարչական վարույթ է հարուցվել։ Մնացած 3 դեպքերում ՄԻՊ-ի գրության հիման վրա տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ։ Ինչ ենք անում, երբ վարչական վարույթը հարուցվում է։ Նախ, եթե դիմումը մտնում է տեսչական մարմին, համարվում է արդեն ինքնըստինքյան վարչական վարույթը հարուցված, դիմումը երբ մարմինը ստանում է։ Վարչական վարույթը հարուցվելուց հետո նշանակվում է զննում եւ հստակեցվում է աղմուկի հնարավոր աղբյուրը։ Այնուհետեւ իրավասու մարմնին, տեսչական մարմնի կողմից ներկայացվում է հայտ աղմուկի չափումներ իրականացնելու համար։ Չափումներից հետո ստանում ենք փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա արդեն շարունակում ենք մեր գործողությունները։ Եթե արկա է խախտում աղմուկի մակարդակի, տրվում է կարգադրագիր այդ խախտումները վերացնելու համար, այնուհետև վարչական իրավախախտման գործի վարույթ է հարուցվում եւ կիրառվում է պատասխանատվության միջոց։ Ինչպես նշեցի, 2024 թվականին 110 վարչական վարույթ է հարուցվել, որից 82-ը դիմումի հիման վրա, արդյունքում 35 կարգադրագիր է տրվել, այսինքն խախտումներ արձանագրվել են եւ խախտումները մինչեւ վարույթի ավարտը վերացված չեն եղել, 46 վարչական վարույթ կարճվել է, այդ թվում 14-ը դիմումից հրաժարվելու հիմքով, 1 վարչական վարույթ կասեցվել է, որը այս տարի կրկին կարճվել է։ Ուզում եմ անդրադառնալ այս դիմումից հրաժարվելու հիմքով կարճումներին, որովհետեւ աղմուկի դեպքում մենք հաճախակի ունենում ենք այս թիվը եւ աղմուկի եւ աշխատանքային իրավունքի մասով մենք վարչարարություն երբ իրականացնում ենք, որոշակի վիճակագրություն կա ակնառու մեզ մոտ, երբ հրաժարվում են իրենց դիմումից։ Այսինքն վարչական վարույթը հարուցվում է արդեն մինչ չափումը աղմուկի, քանի որ տնտեսաբարողը կամ աղմուկի աղբյուրը ում կողմից է գալիս, ծանուցվելով վարչական վարույթի մասին, վերացնում է այդ խախտումները ինչ որ միջոցներով կամ իջև չափումը դա կարող է լինել
լինել կամ չափումից հետո եւ արդեն դիմողը նորից գրավոր դիմում է ներկայացնում, որ հրաժարվում է իր դիմումից, այլևս այդ աղմուկը իրեն չի անհանգստացնում։ Արդյունքում կիրառել ենք 41 վարչական տույժ տուգանք, տեսչական մարմինը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով 42-րդ հոդվածով իրավասու է քննել գործերը ընդհանուր սանիտարական նորմերի խախտումների վերաբերյալ, այդ թվում աղմուկի եւ տույժը քաղաքացիների նկատմամբ կիրառվում է 10-ից 50,000 դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 40-ից 200,000 դրամ տույժ։ Մենք ընդհանուր սա ընթացակարգը ներկայացրեցի, ունենք վերահսկողության ընթացքում նաև արձանագրված խնդիրներ, որը տեսչական մարմնի կողմից գույքագրվում է։ Տեսչական մարմինը չի հանդիսանում քաղաքականություն մշակող մարմին, չունի իրավասություն մշակելու նորմատիվ իրավական ակտեր եւ հաստատելու, սակայն մենք գույքագրում ենք այն խնդիրները, որոնք արձանագրվում են վերահսկողության ընթացքում եւ ներկայացնում ենք տեսչական մարմինների համակարգման գրասենյակ, հանդիպումներ ենք ունենում առողջապահության նախարարության հետ քաղաքականություն մշակող մարմնին ենք ներկայացնում կամ օրինակ նախանցյալ շաբաթ կարծես թե հանդիպում ունեցանք պարոն Թորոսյանի հետ իր նախաձեռնությամբ, ելի կրկին մեր վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Աղմուկները, ինչ աղմուկի աղբյուրների ենք առնչվում, այսպես ասած, մեր վարչարարության ընթացքում։ Գերակշռող մասը դա շինարարական աղմուկն է։ Այնուհետև հանրային սննդի օբյեկտներից, սրճարաններից, ռեստորաններից աղմուկը, անհանգստացնող աղմուկը։ Ունենք նաև ավտոլվացման կետերից եւ այլ աղմուկի աղբյուրներից բողոքներ, բայց հիմնական գերակշիռ մասը եւ խնդրահարույցը դա շինարարական աղմուկն է։ Հիմա ներկայացնեմ ինչու է խնդրահարույց դա։ Խնդրահարույց է այն մասով, որ մեր կատարողական վարույթները, այսինքն կարգադրագիրը, եթե հայտնաբերվեց խախտում եւ տրվեց կարգադրագիր, ապա այդ մասով շատ ցածր է արդյունավետությունը, որովհետեւ հիմնական աղմուկը կառուցապատման ընթացքում դա հիդրավլիկ մուրճերի կիրառումն է, որով շենքի հիմքերն են փորում եւ ամենամեծ աղմուկը այդ հիդրավլիկ մուրճերի կիրառումից լինում։ Եթե մենք խախտումը հայտնաբերում ենք, տալիս ենք կարգադրագիր եւ սահմանում ենք ողջամիտ ժամկետ այդ խախտումը վերացնելու համար, կառուցապատողը շարունակում է իր աշխատանքը։ Այստեղ մենք այլ լծակներ չունենք ներգործություն անելու, մենք վիվ վարույթի դաշտ ենք տանում եւ կիրառում ենք տույժ, որ ինչպես նշեցի 40-ից 200,000 դրամ է։ Եվ այս տույժի քանակը կառուցապատողի համար այնպիսի նշանակություն չունի, որ իր վրա կարողանա ներգործություն ունենալ առաջադրանքների կատարումը ապահովելու համար։ Այսինքն տնտեսավարողը շարունակում է իր աշխատանքը, մենք շարունակում ենք մեր վարչարարությունը, պատրաստական վճարում է տուգանքը, ու միջև մենք գնում ենք կատարողականը նայելու, չի կատարել, նորից հարկադրանքի նախազգուշացում, հարկադրանքի միջոց, էլի տուգանք են կիրառում, եւ այս վարչարարությունը շարունակվում է հիմնականում այնքան, միջև կառուցապատողը ավարտում է իր աշխատանքները։ Այս խնդրի լուծման կապակցությամբ շատ են քննարկումներ եղել եւ մենք բարձրացրել ենք հարցը, որպիսի կասեցվի շինարարությունը։ Մենք տեսչական մարմինը չունի նման լիազորություն, դա պետքա կամ մեծ տրվի լիազորությունը, կամ պետքա իրավասու մարմիններին դիմի տեսչական մարմինը կարողանա, որպիսի իրենք կասեցնեն շինարարությունը այդ ընթացքում։ Ամենաարդյունավետը թերևս կարելի է դա լինել կատարել։ Ամենապարզ միջոցներից, որ հետաքրքիր է մեր կառուցապատողները չեն օգտագործում, կան ձայնամեկուսիչ միջոցներ։ Ինքս ես ուսումնասիրել եմ համացանցով եւ բավականին չեմ կարծում թանկ, մանժետային տիպի այսպես ծածկեր են, որ փաթաթվում են այդ հիդրավլիկ մուրճի աշխատեցնող այդ մեխանիզմին եւ կտրուկ իջնում է ձայնի մակարդակը, աղմուկի մակարդակը։ Սա չի կիրառվում ոչ մի կառուցապատողի կողմից։
Եվ որոշակի ազդեցություն ունի բացասական իմաստով տուգանքի չափերը, քանի որ կառուցապատողների համար այդ 40,000 տուգանքը նվազագույն շեմն եմ բերում, նշանակություն չունի եւ իրենք ավելի կտուժեն, եթե այդ շինարարությունը իրենք կասեցնեն եւ չշարունակեն, իրենց համար լավ է այդ տուգանքը, այնուհետեւ հարկադրանքի միջոցները 50,000-ից սկսվում է մինչեւ 500,000, իրենք վճարում են, մինչեւ վերջացնում են այդ աշխատանքները։